Բարի երեկո, ուղիղ եթերում Ազատության լրատվական կենտրոնն է։ Այսօր ծրագրում առաջարկում ենք։ Հայաստանի վարչապետը վաղ առավոտից հայ առաքելական եկեղեցուն ուղղված վիրավորական հայհոյախառն եւ քննադատական գրառումների շարք է սկսել։ Կարող է իր տեղը ուրիշ մեկը գրել է։ Այդ աստիճանի չգիտեմ, պրոստը չեմ կարող հավատալ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը առայժմ չի արձագանքել։ Ուզում եմ հստակ հայտարարել հիմա, որ մենք ԿՊ պատգամավորները պաշտպանում են եկեղեցականների դեմ Փաշինյանի գրառումները, սրբապիղծների դիմակը պատրելու ենք։ Անդիմադիրները դատապարտում։ Քվեատուփի արչև որոշում կայացնելիս նաև սա պետք է հիշել։ Խոզնավարում ադրբեջանական կրակոցից բնակելի տուն է վնասվել, մանր եղջերավոր կենդանի խոցվել։ Հենց ցելով է բրյամը կրակում են գյուղի վրա։ Շարունակական կրակոցների ֆոնին ադրբեջանական զինված ուժերում դարձյալ վարժանքներ են անցկացվել։ Բարգավաճ Հայաստանի առաջնորդը թեև դեռ որոշում չունի մասնակցելու գալիք տարվա խորհրդարանական ընտրություններին, բայց փոխարենը ունի նախընտրական ծրագիր, որը կոչվել առաջարկ Հայաստանի։ Կիևը եւ Մոսկվան վստահեցնում են պատրաստ են մասնակցել հունիսի 2-ի ուղիղ բանակցություններին Ստամբուլում։ Ներկա կլինեն Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները։ Վաղ առավոտից երկրի ղեկավարը եկեղեցուն ուղղված վիրավորական, հայհոյախառը եւ քննադատական գրառումների շարք էր սկսել։ Կառավարության երեկվա նիստում եկեղեցիները Չուլանի հետ համեմատելուց հետո վարչապետը այսօր, այսպես ասեմ, ավելի բազմազան բառապաշար օգտագործեց։ Թե ինչն է նման գրառումների շարժառիթը հստակ չէ։ Այդուհանդերձ գործող իշխանության եւ եկեղեցու հարաբերությունները վաղուց արդեն լավ չեն։ Մայր Աթոռը առայժմ պաշտոնապես չի արձագանքել վարչապետի այս վիրավորական գրառումներին։ Միայն Էջմիածնի դիվանապետն է արձագանքել տեղի ունեցողը ինքնախայտառակման արշավ բնութագրելով։ Առավոտյան 8:20-ին Հայաստանի վարչապետի ֆեյսբուքյան էջի հետևորդները դեռ սուրճ էին խմում, երբ պայթեց առաջին ստատուսը, բառացիորեն այսպես. Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես։ Սկզբում հերքման հոգեբանական պահն էր, շատերը պարզապես չեն հավատում, որ սա երկրի առաջին դեմքն է գրում։ Մեկնաբանություններում կարդում ենք, որ փնտրում են էջը կոտրող ստահակին։ Չեմ կարծում, որ սա վարչապետի էջն է։ Անցյալներում էլ Աննայի կողմից եղան անհավատալի գրություններ։ Պիտի ստուգել։ Վայ, մի հավատացեք, էջը կոտրել են։ Սա չի կարող Փաշինյանը գրել, մի քիչ խելքին մոտ պետք է մտածել։ Հետո վրա հասան վարչապետի հաջորդ կուսակրոնության ուխտը խախտող հոգևորականների մասին գրառումները ու մեկնաբանություններն այլ հուն մտան։ Ահա թե ուր է կորել դոգը, նրան պլաստիկ վիրահատություն են արել եւ փոխել մեր հզոր վարչապետի հետ։ Սա երկրի ղեկավարի գրառում է, այսօր ենք ասել։ Այդ որ 7 տարի դիմացավ, գիտեիք ճիշտը դա է։ Քաղաքական վեճը վերածվում է հրապարակային պղծության, երբ պետության պաշտոնական դեմքը խոսում է փողոցային բառապաշարով։ Այս է արդեն ուրիշ, այս է արդեն քո նման է, թե չէ դրել ես պետություն, ինքնիշխանություն, ինչ որ դժվար տերմիններ ես ասում։ Մեկնաբանություններում պարբերաբար վերադառնում է հարցը, էս ինչ է, վստահ եք, որ ինքն է գրել, եւ այս հարցին հետևում են վարչապետի համակիրների հիմնավորումները։ Նա մեզանից մեկն է, նրա փոխարեն կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրը, սովորական, հասարակ հայ։ Եվ կարևորը դա չէ, ինչպես է խոսում կամ դրսևորում իրեն, կարևորը, որ իր շնորհիվ Հայաստանս ճիշտ ուղու վրա է։ Անամոթ խուլիգանություն է սա, փողոցային բառապաշար, քննարկումներն այս աղմկոտ ստատուսի տակ դեռ շարունակվում են, թեպետ դրան այլ գրառումներ են հետևել։ Ավելին, վարչապետը տեսանյութեր է այսօր տեղադրել, որոնցում երեխաների հետ քաղցր հանդիպում է անցկացնում հայհոյախառն գրառումներից հետո։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների վատ հարաբերությունները երեկվանից վերսկսեցին եռալ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո, թե եկեղեցիներն ու նրանց տարածքները մաքուր չեն, պահեստի են վերածվել։ Սրանք կոշտ արձագանքող հոգևորականներ եղան։ Գուգարքի թեմի առաջնորդը Փաշինյանին երկրի գլխավոր ցավագար անվանեց։ Մայր Աթոռի դիվանապետը հեգնական գրառում էր տարածել։ Դրան էլ հետևեցին Սրբազանի ու քեռակնոջ վերաբերյալ Փաշինյանի հայհոյախառն գրառումը, եւս մի քանիսը հոգևոր վերնախավի կուսակրոնության կասկածի թեմայով, եւ այս գործին հնդածս միացավ վարչապետի տիկինը։
Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ։ Չէ որ չուլանները սև սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են։ Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Եթե մանկապղծության մասին եք խոսում իրավապահներին դիմել եք, այս հարցն ուղղեցինք Աննա Հակոբյանի գրասենյակին, ասացին հարցերը միայն գրավոր։ Տիկնոջ գրասենյակ դեռ 10 օր առաջ ենք հարցում ուղարկել նրա վերջին շաբաթների վիրավորական գրառումների առիթով ու պատասխան դեռ չենք ստացել։ Հոգևորականներին ուղված գրառման մեջ Աննա Հակոբյանը կաթողիկոսին երկրի գլխավոր հոգևոր մաֆիոզ է անվանում ու հարցնում. Շվեյցարիայում ինչ եք անում, ում եք անվտանգ ուղարկում հարազատ բնորան, ում եք անհապաղ ազատում գերությունից, դուք գիտեք հոգևորն ինչ է, այ քեզ նորություն։ Վեհափառը Բեռնում միջազգային համաժողովի էր մասնակցում Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանության թեմայով։ Այստեղ նա խոսել է նաև արցախցիների վերադարձի իրավունքի ու հայ գերիների ազատ արձակման հարցերի մասին։ Օրվա գլխավոր շոկը սակայն մնում է հայհոյական բառը հանրագրում տարածած Փաշինյանի գրառումը։ Այն այս պահին ավելի քան 6200 քաղաքացի է մեկնաբանել եւ սա Փաշինյանի էջում մի բացառիկ գրառում է, որի ներքո քաղաքացիները ավելի շատ զայրացել են, քան հավանել ու սրտիկել։ Հաշվարկը կարծում եմ, սխալ է գոնե այս փուլում։ Սխալ է, որտեղ մեր հանրությունը այս պահին գոնե հանրային դիրություն այս լեզվի օգտագործումը չի կարող համարել ընդունելի։ Ազգագրագետ Հրանուշ Խարատյանի կարծիքով, եթե Փաշինյանը կարծում էր, որ հայհոյախոսությամբ կարող է գրավել նոր համակիրների, ապա սխալվում է։ Նույնիսկ տանը հայհոյանք օգտագործողը հանրային դաշտում դա անընդունելի է համարում։ Ըստ Խարատյանի, Փաշինյանի այս բառապաշարը տագնապ է առաջացնում, որովհետև իշխանավորների խոսքը սովորաբար դրոշմ է թողնում։ Իշխանության լեզուն կարող է կողմնորոշիչ դառնալ մարդկանց համար, կարող է թափանցել հասարակություն եւ դառնալ այնտեղ երակշռող։ Ազգագրագետի տպավորությամբ Փաշինյանը խոսում է իրեն հարազատ լեզվով։ Իդեպ Խարատյանը ոչ մի արտարոց բան չի տեսնում, եթե եկեղեցում իրեր կան։ Ասում է, պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ հենց եկեղեցին է ապաստան դարձել հայերի համար։ Աղմկոտ այսօրվա ընթացքում մայրաթորից որևէ պաշտոնական հայտարարություն չեղավ։ Էջմիածնի դիվանապետը մի գրառում արեց միայն ամփոփող ոճով։ Հայտնի կրթարշավը գրավում է ախտահարված երևակայության ու զազրախոսության նորանոր բարձունքներ։ Կրթարշավի նախաձեռնողները երջանիկ են ինքնախայտարակման տպավորիչ արդյունքներով եւ պատրաստ գրավելու նորանոր սև հորիզոններ։ Իսկ առջևում կործանարար խորխորատն է, ուր կա լաց եւ ատամների կրճտոց։ Արշակ Սրբազանն այս գրառումը նաև վերնագրել է համառոտագրություն մահախոսականի։ Եվ օրվա ավարտին, չբավարարվելով նախորդ 5 գրառումներով, վարչապետը քիչ առաջ եւս մեկը գրեց։ Այս անգամ անդրադառնալով կաթողիկոսի ընտրությանը, ընդ որում սա մի երկրում, որտեղ հոգևոր ու աշխարհիկ իշխանություններն անջատ են։ Մեջբերում եմ, Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։ Այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծել, գրել է Փաշինյանը, որի ղեկավարած ուժը վերջին հարցման արդյունքներով մոտ 3 անգամ պակաս վստահություն ունի հայաստանցիների շրջանում, քան եկեղեցին։ Ըստ Կովկասյան բարոմետրի տվյալների, եկեղեցին բանակից հետո երկրորդ տեղում է որպես ամենավստահելի հաստատություն։ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական գրառումները այսօր մեկնաբանում էին նաև խորհրդարանական ուժերը։ Մինչ հանրության մի մասը այնքան էր ցնցված վարչապետի գրառումներից, որ փորձում էր պարզել, թե գուցե չարամիտներն են կոտրել նրա ֆեյսբուքյան էջը։ Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ իշխանական պատգամավորները ոչ միայն հաստատեցին վարչապետի գրածը, այլև այդ նույն բառապաշարը կրկնելու պատրաստակամություն հայտնեցին։ Ընդդիմադիր պատգամավորները իրենց հերթին դատապարտում էին եւ վստահ էին Նիկոլ Փաշինյանի այլ համակիրների վրա այս գրառումը ամեն դեպքում ազդեցություն կունենա։ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է։ Դիակները, երբ որ ժամանակին չես հավաքում, գարշահոտություն են տարածում։ Ու դա առաջին հերթին մեր մեղավորությունն է, որ այդ քաղաքական դիակը դեռևս հավաքված չի։ Սա եթե փիլիսոփայական, եթե բովանդակային, դրա մասին այսօր առավոտյան գրել է պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, եթե չեմ սխալվում, մայիսի 22-ին։
Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հրապարակային արշավ էր սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ։ Մայիսի 30-ին, չէ, 3 կառավարության նիստին մայիսի 29-ին այդ արշավը շարունակեց վարչապետի աթոռին նստածը, իսկ այսօր արեց մի գրառում, որը գիտեք, մենք որ կարդացել ենք դա հələ ոչինչ։ Բայց ես շատ ուզում եմ, որ այս գրառումը կարդան քաղաքացիական պայմանագրի падգամավորները, ում ճնշող մեծամասնությունը վստահաբար մկրտված է հայ առաքելական Սուրբ եկեղեցում, ովքեր սակադրություն են անցկացրել հայ առաքելական Սուրբ եկեղեցում, ամենածանր պահերին կյանքի ենթադրում եմ, դիմել են հավատքին, կրոնին, եկեղեցուն, ինչպես բոլորս։ Կարդան բոլոր են մարդիկ, ովքեր անում են հիմա ամեն ինչ, որպեսզի ինքը մնա իշխանության։ Ուժայինները, իրավապահ համակարգը, կարդան ու հրապարակային պատասխանել պետք չի, իրանք իրանց մեջ պատասխանեն մի հարցի։ Իրանք դրա տակ մտնել պատրաստ են։ Նման ոչի գրառում երկրի ղեկավար չի կարող իրեն թույլ տալ։ Կրթող եւ կրթվող մարդը չի կարող իջնել զազախոսության, խոհանոցային բամբասանքի այդ մակարդակին։ Առնվազն իր քաղաքական ուժը, իր կուսակիցները պետք է նման վարքագիծը քննարկման առարկա դարձնեն, առնվազն։ Եվ դրանից բացի իրավապահ մարմինները, որոնք շատ ավելի մեղմ գրառումների հետևից գնում են, քրեական գործեր են հարուցում եւ մարդկանց նույնիսկ ազատությունից են զրկում, նաեւ նրանք անելու բան ունեն, ինչպես նաեւ մեր հայրենակիցները, որոնք փողոցում կամ քվեատուփի առջև որոշում կայացնելիս նաեւ սա պետք է հիշեն։ Այսինքն կարելի է լինել կուսակրոն եւ այլասերված, եւ դա նորմալ է, բայց երբ որ դրա մասին խոսում ենք, դա նորմալ չէ։ Մենք այս դիտանկյունից պետք է հարցին նայենք։ Քաղաքական խոսույթին եւ խոսույթին առասարակ, այո, կարող են լինել նաեւ նման սուր արտահայտություններ եւ որակումներ։ Եվ ես էլ կտամ այդ որակումը նման սրբապիղծ ուրեմն եկեղեցականներին։ Եվ ես ուզում եմ հստակ հայտարարել հիմա, որ մենք թե եկեղեցական, թե եկեղեցից դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը պատրելու ենք, հերթով, անուն առ ազգանուն։ Ինչ որ մարդկանց հայոյախառն խոսույթ օգտագործել արդարացնում է, որ վարչապետը, երկրի վարչապետը եւս նման բառապաշար օգտագործից ձեր կարծիքով։ Վարչապետը օգտագործել է բառամթերք կոնկրետ անձի վերաբերյալ, որին ինքը արժանի է, եւ ես էլ կօգտագործեի այդ բառամթերքը այդ մարդու վերաբերյալ։ Շնորհակալ եմ։ Իմ զրուցակիցը իրավապաշտպան Զարուհի Հովանիսյանն է։ Բարի երեկո, Տիկին Հովանիսյան։ Բարի երեկո։ Տիկին Հովանիսյան, այսօր առավոտյան հայ հանրությունը արթնացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումները վերլուծելով։ Չարտաբերելով նույն բառերը, հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը հոգևորականների մասին հայհոյախառը բառապաշարով գրառումներ էր արել, մեղադրել էր ծանր հանցանքների մեջ։ Սեր եւ հանդուրժողականություն քարոզելուց 7 տարի անց, երբ երկրի ղեկավարը այսպիսի գրառումներ է անում, թիմակիցներն լծվում են նրան պաշտպանելու գործին։ Հարց չի առաջանում, որն է սահմանագիծը քննադատության եւ ատելության խոսքի միջև։ Արդյոք վարչապետի այս վերջին գրառումը այդ սահմանագիծը չի անցնում եւ ամենակարևորը թերևս ատելության խոսքի այս ամենաբարձր մակարդակով գեներացումը ինչի կարող է հանգեցնել։ Ցավոք բոլոր տիպի այդ սահմանները մենք վերջին շրջանում անցել ենք եւ այս գրառումները գալիս են նաեւ հավելելու այն միտքը, որ ատելության եւ բռնության մթնոլորտը Հայաստանում բավական բարձր ցուցանիշի է հասել, նույնիսկ հասել է վտանգավորության աստիճանի եւ այդ վտանգավորությունը հիմնականում գալիս է նրանից, որ
դա սերմանվում է եւ սնուցվում է ամենաբարձր ամբիոններից։ Եթե մենք ազգային ժողովում տեսնում ենք ծեծկռտուկ վատ բառապաշար միմյանց նկատմամբ, եթե մենք տեսնում էինք հայոյախառն արտահայտություններ, թքելու տեսարաններ քաղաքացիների վրա, դրանք արդեն իսկ կարմիր գծերի հատումներ էին եւ այսօրվա գրառումները գալիս են համեմելու, ապացուցելու եւ ել ավելի ծանրացնելու ստեղծված իրավիճակը, որը ավելին քան բռնության պայթյունավտանգ մթնոլորտ որակել հնարավոր չէ։ Այս գրառումների մեջ նաև կան որոշակի մեղադրանքներ, որոնք արդեն քրեական տիրույթում են, եթե անձանց վիրավորում եւ թիրախավորում ես օրինակ մանկապղծության մեջ ես մեղադրում եւ այլն, այդտեղ պետք է հստակորեն բացվեն քրեական հոդվածներ եւ քրեական հետապնդում նախաձեռնվի, որովհետեւ դրանք մեր կապարանոց հայտարարություններ չեն կարող լինել, դրանք պիտի փաստարկված լինեն։ Եթե դրանք մեր կապարանոց հայտարարություններ են, ապա միայն միտված են ատելության մթնոլորտի սերմանմանը եւ ավելի վատթարացմանը հասցնելով բռնության բառապաշարի։ Այ որևիցե գործողություն չպետք է հաջորդի հիմա նույն իրավապահ համակարգի կողմից հետաքննելու, հասկանալու արդյոք դրանք մեր կապարանոց հայտարարություններ էին, թե իրոք այդ խոսքերի տակ կա կոնկրետ հանցակազմ։ Եվ արդյոք իրավապաշտպան կազմակերպությունները եւս չպետք է հետամուտ լինեն, որ այս հայտարարությունը, գուցե այդ հայտարարության հետևից պետք է գնալ եւ իրոք ճշտել, նման բան կա թե չկա։ Ցանկացած հանրային հայտարարություն, ցանկացած նմանատիպ գրառում փաստ է, որը կարող է հիմք հանդիսանալ վարույթ նախաձեռնելու համար։ Եթե հնչեցվում է մեղադրանք որևէ անձի կամ խմբի նկատմամբ, այդ մեղադրանքի հետևից պետք է գնալ, եւ եթե դա կեղծ մեղադրանք է, սուտ մեղադրանք է, ամեն մի դեպքով մեզ մոտ առաջին ասում են սուտ մատնության համար կա քրեական հոդված։ Այս դեպքում այդ բոլոր լծակները պետք է գործեն անկախ պետության առաջին դեմքն է թե շարքային քաղաքացին։ Այդտեղ մենք կվստահեցնենք, որ պետության ինստիտուտները գործում են անկախ անձի պաշտոնական դիրքի զբաղեցումից։ Վարչապետի այսօրվա գրառումները թեժ քննարկման առարկա էին սոցիալական ցանցերում, իսկ ինչ տրամադրություններ են տիրում սոցիալական հարթակներից դուրս։ Իմ գործընկեր Ռոբերտ Զարգարյանն է այս թեմայի շուրջ զրուցել շարքային երևանցիների հետ։ Ճիշտ է, նախ ստիպված լինելով համոզել իր զրուցակիցներին, որ Փաշինյանի գրառումը կեղծ չէ եւ ներողություն խնդրելով բառապաշարը կրկնելու համար։ Կարող ենք միասին կարդալ, սենց մի ստատուս ա գրել, կներեք, որ սրբազան գնա շարունակիր քերուտ կնգան, ինձ հետ ինչ գործ։ Բայց չեմ հավատում տենց բան գրած լինի ինքը իրոք։ Կարող է իր տեղը ուրիշ մեկը գրել է, չեմ հավատում։ Դե անպարկեշտություն է, ինչ ուզում անել չի կարելի։ Նույնիսկ անկախ նրանից է, նույնիսկ սովորական մարդուն չի կարելի։ Կներեք, որ ասում եմ, սրբազան գնա շարունակիր քերուտ կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես։ Իրա մակարդակն է, ինչ կարամ ասեմ դա։ Երկրի ղեկավարը տենց պետք չէ որ խոսի իմ կարծիքով։ Ուրիշ բան չեմ կարող ասել։ Դեմոկրատիա է, ամեն ինչ իրավունք ունի ասելու։ Դեմոկրատիա ի՞նչ բան է։ Ազատ երկիր է, չենա կատել։ Այդքան որ իրան քարկոտում են կառավարության շենքում, դա օրինական է։ Ոչ, չի կարելի, вообще։ Այդպես բան ոնց կարելի է գրել։ Դու հավատում ես, որ գրել է։ Ոյ լավ է։ Ինչ որ հավատալու չի։ Բան չունեմ ասելու, բայց այդ աստիճանը չգիտեմ։ Պրոստը չեմ կարող հավատալ։ Ծանոթացել եմ։ Անդաստիարակություն միայն։ Ոնց կարա գիտակից մարդը նման բան գրի, հետ երկրի առաջին դեմքը։ Այն ամենափողոցային իրան թույլ չի տա նման ձևով արտահայտել, իսկ ինքը հանրային գրառում է անում։ Անդաստիարակություն։ Ճիշտ անում, լավ անում։ Որ հոգևորականը էլ չի վիրավորվում։ Ճիշտ ասած գեղեցիկ չի արտահայտությունը առաջինն է, որպես վարչապետ, եւ երկրորդը, ասենք, սրբազանը մնում է սրբազան, վարչապետը մնում է վարչապետ, այդ բոլորը չի կարելի իրար հետ խառնել։
Աղբերեն ինչ վարչապետ էլա որ նա գրած ինձ անոթանամ կներես ինքը նախարարին հերթին թող զբաղվի իր բանակով, իր երկրի անվտանգությամբ, ժողովրդի սոցիալ-տնտեսական զարգացումներով նոր հետ անդրադառնա հոգևորականներին կամ եկեղեցականներին կամ եսին ինչի։ Ինքը ոնց որ ես թողեմ ես վայմ հացի խնդիրը ընկնեմ մեկ ուրիշի բազարների հետևից։ Անգրագետ, լկտի, ամենավերջին մարդը, որ գոյություն ունի աշխարհի վրա, այտենց մարդ գոյություն չունի, այս փորձանքեր եկավ մեր վրա։ Ու մինչ Հայաստանի վարչապետը թիրախավորում է հայ առաքելական եկեղեցուն, ադրբեջանցիների թիրախում են Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերը։ Անցած գիշեր ադրբեջանցիների արձակած հերթական փամփուշտը Խոզնավարում բնակելի տուն վնասեց, եղջերավոր կենդանու խոցեց։ Արդեն 2 ամիս է ինչ Խոզնավարում եւ Խնածախում ապրող մարդիկ քնում եւ արթնանում են ադրբեջանական կրակոցների ներքո։ Ու չնայած Երևանից հնչող կոչերին, հորդորներին, Բաքուն դեռ չի արձագանքել հայկական կողմի հայտարարություններին։ Մեր երազանքները իրագործված են, հայրենիքը գտնված իդեմս Հայաստանի Հանրապետության։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Մայիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ է Սյունիքում քաղաքացիական ենթակառուցվածք խոցում։ Ընդ որում Խոզնավարում բնակելի տնից բացի նաև մանր եղջերավոր անասուններ են հայտնվել ադրբեջանական գնդակների թիրախում։ Ոստից ելնում են մի 20-30 մետր վերև ավելի տեսանելի է գյուղ էլի դառնում։ Հստակ էլ գյուղին են կրակում։ Սաղ էլ խաբում են, որ ասում են գյուղին վրա չեն կրակում, պրոստը կրակում են։ Սուտ են ասում, կրակում են հենց ցելով է, բրյամու կրակում են գյուղի վրա։ Խաղաղության փոխարեն ամիսներ շարունակ ադրբեջանական կրակոցների տակ լուսացնող Խոզնավարի բնակիչները վստահ են, այս գնդակները պատահական չեն։ Ադրբեջանական զինուժը կանխամտածված դիրքերից շարժվում եւ հնարավորինս մոտենում է գյուղին, քանի որ բնակելի տները սահմանից այդ աստիճան խոցելի չէին լինի։ Կոսները 8 հատ, 9 հատ, 10 հատ, կրակում են ինքն էլ այդ 8 հատ, 9 հատ, 10 հատն էլ լրիվ էլ թիրախավորվում, այդեն սաղի տանիքներն էլ կա, նմա շատ մարդ էլ կա, չեն էլ ասում, չեն էլ խոսում, թակուն են բաղ։ Երեկոյան էլ, առավոտն էլ, գիշերն էլ, տարբեր ժամերի կրակում են։ Ու միջև հիմա կրակելուց են եղել, ասենք որ բաղ եղել, անկանուն եղել, տանիքների բանի կպելա, բայց հիմա արդեն լրիվ թիրախավորած են կրակում։ Հեսա քանի օրա այդպես է։ Մինչև Սյունիքի 2 գյուղերում Խոզնավարում ու Խնածախում տներն են վնասվում, իսկ մարդիկ վախենում են անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվել, միջազգային հանրությունից շարունակվում են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրելու կոչերը։ Երեկ Երևանում, այսօր Բաքվում ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հակն է հանդիպել երկրների արտգործնախարարների հետ, քննարկել հայ-ադրբեջանական կարգավորումը։ Իսկ Երևանում իշխանությունը շարունակում է վստահեցնել, խաղաղության օրակարգից չեն շեղվելու ու Բաքվի սադրանքներին չեն տրվելու։ Շարունակելու ենք ուրեմն շարժվել խաղաղության մեր օրակարգով։ Մենք առաջարկել ենք Ադրբեջանին երկկողմ դիտարկել ուրեմն սահմանային հատվածը տվյալ միջադեպերը քննության առնելու եւ պարզելու ուրեմն թե որ կողմն է այդ միջադեպերը հրահրում եւ այլն եւ ինչպես է դա տեղի ունենում դրանց կանխման ուղղությամբ։ Մենք այս ուղղությամբ շարունակելու ենք աշխատել եւ Հայաստանի Հանրապետությունը ձեր կողմից նաև մեկնաբանվող այս սադրանքներին չի տրվելու։ Իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը միևնույն ժամանակ վստահեցնում է, լուսնի վրա չեն ապրում, գիտեն, որ կրակում են ու իրենք էսկալացիայի վտանգ տեսնում են։ Ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը պատահական չի համարում Վաշինգտոնից ու Մոսկվայից հնչած հայտարարությունները, որոնք ըստ պատգամավորի առնվազն հուշում են էսկալացիայի մասին։ Օրերս ԱՄՆ պետքարտուղարն էր Ադրբեջանի Հայաստան ներխուժման վտանգին անդրադարձել, ապա Ռուսաստանի պաշտպանության նախարարն էր հայտարարել։ Սյունիքի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Ադրբեջանը հենց Սյունիքով է միջանցք պահանջում Հայաստանից դեպի իր էքսկլավ Նախիջևան։ Գերտերությունների, արտաքին հարաբերությունների, գերատեսչությունների պատասխանատուներ։ Ընդ որում այս վերջի մի քանի օրվա ընթացքում 2 գերտերության բարձրաստիճան պաշտոնյա է դրա մասին խոսել։ Դրա մասին խոսում են բոլորը, բացի Հայաստանի Հանրապետության պաշտոնյաներից։ Հասկանալի է դառնում, թե ինչքան վտանգավոր է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, ընդ որում թե տարածաշրջանային դրամաբանության մեջ եւ թե աշխարհաքաղաքական դրության մեջ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը երեկո այսօր արձանագրել է խաղաղ բնակչության թիրախավորումը, դարձյալ կոչ արել Ադրբեջանին հետաքննել գնդակոծման փաստը ու հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Երեք պաշտպանական գերատեսչության ղեկավարը խորհրդանում շատ կարճ անդրադարձավ կրակոցների փաստին, Ադրբեջանի հերքմանն ու արագ հեռացավ։ Հրաժարվել են, որ դա իրենք են արել։
Ջարդված տանիքների, վնասված պատուհանների ու կրակից սատկած անասունների ֆոնին Ադրբեջանը երեկ ու այսօր ոչ միայն հերքել, այլև բացարձակ սուտ է որակել հայկական կողմի հաղորդագրությունները։ Ընդդիմադիր երկրորդ ուժի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին ադրբեջանական հերքումները չեն զարմացնում, այլ հայկական կողմի անվրդով արձագանքը։ Իսկ ով է կրակել։ Հանգուցյալ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը։ Դե լավ, Ալեքսանդր Սերգեևիչ Բլոկը։ Նորմալ է։ Կամ Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբաեդովը։ Այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանը հիմքեր է նախապատրաստում Հայաստանի Հանրապետության դեմ հերթական ագրեսիայի համար։ Բաքուն հայկական սահմանային գյուղերը սկսեց թիրախավորել Մարտին խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնացումից կարճ ժամանակ անց։ Շարունակական կրակոցների ֆոնին ադրբեջանական բանակը նաև պարբերաբար զորավարժություններ է անցկացնում։ Վերջինն օրինակ Սմերջ համակարգերի կիրառմամբ էր։ Իսկ Սյունիքի մարզում ադրբեջանական կրակոցների տակ ապրող մարդկանց հազվադեպ այցելող պաշտոնյաները հենց բնակիչների փոխանցմամբ ասում են՝ մի վախեցեք։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Միգրացիոն կարգը խախտելու գործին զուգահեռ Լաս Վեգասի դատարանը շարունակում է քննել դոգմա կանոնով հայտնի նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանին Հայաստանում ներկայացված շուրջ 2 տասնյակ դրվագներով մեղադրանքները։ Այդ դատապրոցեսը դռնփակ ռեժիմով է տեղի ունենում։ Բարգավաճ Հայաստանի առաջնորդը թեև դեռ որոշում չունի մասնակցելու գալիք տարվա խորհրդարանական ընտրություններին, բայց փոխարենը ունի նախընտրական ծրագիր, որը կոչվել առաջարկ Հայաստանի։ Կիևը եւ Մոսկվան վստահեցնում են պատրաստ են մասնակցել հունիսի 2-ի ուղիղ բանակցություններին Ստամբուլում։ Ներկա կլինեն Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները։ Վաղ առավոտյան Facebook-յան գրառումներ անելուց հետո Հայաստանի վարչապետը ուղևորվել է Գյումրի։ Հանրապետության երկրորդ քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը սակայն վարչապետի այցի մասին տեղյակ չի եղել, համենայն դեպս Վարդան Ղուկասյանը նման պնդում է արել Ազատության հետ զրույցում։ Պատկերը այլ էր մարզի մյուս համայնքներում, որտեղ վարչապետին դիմավորում էին ՔՊԱ-ական համայնքապետերը։ Արդյոք այսուհետև գյուղերի եւ քաղաքների ղեկավարներն են բաժանվելու յուրայինների եւ ոչ յուրայինների։ Տեղական ընտրություններից հետո, երբ քաղաքացիական պայմանագիրը կորցրեց իշխանությունը մեծությամբ երկրորդ քաղաքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ Գյումրիում էր, բայց դիմավորողների շարքում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չկար։ Երեք մամուլում արդեն լուրերը շրջանառվում, որ Փաշինյանը հատուկ հրահանգել է, որ Ղուկասյանը չլինի դիմավորողների շարքերում։ Չնայած այս հրապարակումներին ինքը Վարդան Ղուկասյանը Ազատության հետ զրույցում նախ զարմացավ, թե վարչապետը Գյումրիում է։ Հրավիրել են մասնակցելու, դիմավորելու, տեղյակ եք, տեղյակ չեք։ Տեղյակ չեք եղել։ Այնինչ Շիրակի մարզի մյուս համայնքներում Արտիկում, Ախուրյանում ՔՊԱ-ական համայնքապետերն էին դիմավորում կուսակցության ղեկավարին։ Ինչ է մտածում Ղուկասյանն այսպիսի տարբերակված մոտեցման մասին։ Պես է մտածում, այդ մարդիկ խիստ կուսակցական են, ես ինչ կարող եմ։ Գյումրիի քաղաքապետը ինչպես ընտրություններից առաջ ու հետո հիմա էլ է պնդում, որ սուբորդինացիան կպահի, հրավիրեն անպայման կգնա։ Այո, ասել ենք, երբ հրավիրեցին, մենք ի պաշտոնը կմասնակցենք, երբ չեն հրավիրում մենք որպես ինչ ենք գնալու։ Իսկ թե ինչու հրավիրված չէր Ղուկասյանը Գյումրիում կառուցված ու քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզ Փաշինյանի շրջայցին, արդյոք իսկապես եղել է հատուկ հրահանգ վարչապետի աշխատակազմից պարզել չհաջողվեց։ Ամեն դեպքում մամուլի երեկվա հրապարակումներին էլ չեն արձագանքել։ Իսկ Փաշինյանը, որն այսօր Շիրակի մարզայցից առաջ ու դրա ընթացքում Facebook-ում մի քանի աղմկահարույց գրառում է հեղինակել հոգևորականների մասին, անվտանգության խիստ հսկողությամբ եկավ, շրջեց ու Ազատության հարցերն անպատասխան թողեց, ասելով, թե այսօր չէ, բայց առաջիկայում հարմար առիթի կխոսի։ Պարոն Փաշինյան, մի քանի հարց կարող ենք ցես տալ։ Ոչ այսօր։ Երբ։ Փաշինյանը վաղ առավոտից էր Շիրակի մարզում, մի քանի գյուղերի ու Արտիկ խոշորացված համայնքի նորակառույց մանկապարտեզներ այցելեց։ Ջերի հարցը լուծված է։ Տակնե սարքն է մշտական։ Խնդրություն։ Դորոթման համակարգն։
Ախուրյանում սուբվենցիոն ու պետական միջոցներով կառուցված ճանապարհները նայեց Արեգնադեմ գյուղում էլ արդեն մի քանի տարի ձգձգվող դպրոցի շենքի շինարարությանը հետևեց։ Գյուղերի բնակիչներին էլ հորդորեց, թե եթե ուզում եք ձեր համայնքի խնդիրները լուծվեն, ապա հարկ վճարեք։ Խանութից ապրանք գնելիս պարտադիր ՀԴՄ կտրոն պահանջեք։ Դուք գործունեությունը ձեր հարկային ավելացված արժեքի հարկ եւ այլն չի ձևավորում, բայց դուք գնում եք ծխախոտ եք առնում, հաց եք առնում, չգիտեմ, շաքար եք առնում, ալյուր եք առնում, շոր եք առնում, կոշիկ եք առնում, այդ որ առնում եք, ոչ մի անգամ առանց ՀԴՄ-ի խանութից դուրս մի եկեք։ Փաշինյանը հավանաբար հունիսին եւս Շիրակի մարզ կգա, այս անգամ տիկնոջ հետ կրթվելը նորաձև է ծրագրով, որը նախատեսվում է Մարալիկում անցկացնել։ Բարգավաճ Հայաստանի առաջնորդը թեև դեռ որոշում չունի մասնակցելու է գալիք տարվա խորհրդանական ընտրություններին թե ոչ, բայց փոխարենն ունի նախընտրական ծրագիր, այն կոչվում է Առաջարկ Հայաստանին։ Այն կյանքի կոչելու համար նա պատրաստ է վերկուսակցական մարմին ստեղծել, պետական որևէ պաշտոն, այդ թվում վարչապետի պաշտոնը չզբաղեցնելու հավակնություններ էլ չունի։ Այս ամենի մասին Ծառուկյանը խոսել է երեկ երեկոյան իրեն պատկանող հեռուստաընկերության եթերում։ Քաղաքական զարգացումներին վերջին տարիներին կողքից հետևող Բարգավաճ Հայաստանի առաջնորդը թեև դեռ որոշում չունի մասնակցելու գալիք տարվա խորհրդարանական ընտրություններին, բայց փոխարենն ունի նախընտրական ծրագիր, անուննել է որոշել Առաջարկ Հայաստանին։ Դեռ շուտ է այդ մասին խոսելը, որտեղ այգի ժամանակ կա եւ շատ բան կարող է փոխվել, բայց եթե մասնակցելու եմ մի ծրագրով, որը կոչվել Առաջարկ Հայաստանի։ Իր ընտանիքին պատկանող կենտրոն հեռուստաընկերության եթերում Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարում էր, թե չնայած չի հավակնում վարչապետի պաշտոնին, բայց բացահայտեց իր նոր քաղաքական գաղափարը, կհամախմբի տարբեր մասնագետների, որոնք կօգնեն Հայաստանը հանել ստեղծված վիճակից։ Դա ըստ 68-ամյա Ծառուկյանի կարող է իրականություն դառնալ վերկուսակցական ճանապարհով։ Վարչապետի պաշտոնից հավակնություն չունեմ, ես պատրաստ եմ կազմակերպելու, համախմբվելու, ներկայացնելու ամբողջ աշխարհի մեր հայությանը, սփյուռքյան հայությանը, տեղի հայությանը, անհրաժեշտ իրենցից խորհուրդներ լսելու, ծրագրին մասնակից լինելու, կազմակերպելու։ Հետազոտական ռեսուրսների Կովկասյան կենտրոնի 2024 թվականին անցկացրած հարցման տվյալներով Ծառուկյանի առաջնորդած ուժը բարելավել է վարկանիշը կուսակցությունների ցանկում, եթե 2021 թվականին ԲՀԿ-ն 3-րդ տեղում էր, այժմ 2-րդ։ Ոչ մի կուսակցություն չի կարող ասենք թե մենակ այս երկիրի անվիճակին է, որ այս վիճակից հանելու։ Դա ուզում է հինը լինի, ուզում է նորը լինի, այլ անհրաժեշտ է վերկուսակցական մի ուժ ստեղծելու, համախմբելու գաղափարը, միտքը։ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքական ուժի ղեկավարը իր 26 րոպեանոց հարցազրույցում թեև քննադատեց Հայաստանում ստեղծված իրավիճակը, բայց գործող իշխանություններին ուղիղ չանդրադարձավ։ Անցած սեպտեմբերին էլ հայտարարել էր, թե չի միավորվի որևէ ուժի հետ, չի աջակցի որևէ շարժման, այդ թվում վարչապետի հրաժարականը պահանջող Բագրատ arczepiskopos Գալստանյանին։ Թեև մեկ տարի առաջ, երբ Գալստանյանը նոր էր սկսել անհնազանդության ակցիաները, Ծառուկյանը նրան հյուրընկալել էր իր հարկի տակ։ Ես ոչ մեկին չեմ աջակցում, չեմ աջակցել։ Ոչ մի բանով չեն ճնշել, ես նորից եմ ասում, Ծառուկյանին ոչ մեկին չի կարա ճնշել։ Տևական ժամանակ լռություն պահպանած Ծառուկյանը հարցազրույցում չշրջանցեց հայ-ռուսական լարվածության, Փաշինյանի թիմի Եվրամիության հետ մերձենալու թեմաները, բայց կրկին առանց քննադատելու իշխանականներին։ ԱՊՀ երկրների տարածքում խոշոր բիզնես ծավալող գործարարն ընդգծեց, Հայաստանի համար կարևոր է թե Ռուսաստանը, թե Արևմուտքը։ Չի նշանակում, որ պետք է մենք Եվրոպայի, Ամերիկայի հետ հարաբերությունները փչացնենք։ Մեր գործընկերը Ռուսաստանն է, պետք է ամրապնդենք, հզորացնենք, զարգացնենք, անվտանգություն ապահովենք, տնտեսություն զարգացնենք եւ Ամերիկայի հետ էլ շփվենք, Եվրոպայի հետ էլ շփվենք։ 2020 թվականին Գագիկ Ծառուկյանը խիստ քննադատում էր իշխանություններին իր բիզնեսների դեմ հարուցված քրեական գործերից հետո, որը ժամանակ կալանքի տակ անցկացրեց, պատերազմից հետո միացել էր վարչապետի հրաժարականի պահանջին։ Ինչ որ ես պահանջում եմ, ոչ մի բան չի փոխվել։ Քրեական գործը, որով նա մեղադրյալ է, դեռ քննվում է դատարանում։ ԲՀԿ առաջնորդը մեղադրվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր կուսակցության օգտին 90 միլիոն դրամ ընտրակաշառք տալու համար։ Ես չգիտեմ, մեղքը չեմ ընդունում, այդպիսի բան չկա, ուրիշ։ Բացի քրեական գործից Ծառուկյանը անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Գլխավոր դատախազությունը նրա ունեցվածքը որակել է ապօրինի։ Գագիկ Ծառուկյանն ինքը բնականաբար իրավիճակ չի փոխելու։ Գագիկ Ծառուկյանը փորձելու է ադապտացվել իրավիճակին եւ այդ իրավիճակում ունենալ իր մասնաբաժինը,
առավել պաշտպանված իրեն առավել պաշտպանված զգալու համար։ Հիմա հարցն այն է, թե առավել պաշտպանված զգալու համար ինչ դիրքավորում կպահանջվի իրենից։ Ես կարծում եմ այս խնդիրն է եւ այստեղ է, որ արդեն իրավիճակը պայմանավորված է լինելու շատ ավելի լայն գործոններից։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, որ դիտել է երեկվա հարցազրույցը, ընդգծում է, Ծառուկյանն ըստ ամենայնի խոսում էր քաղաքական գործընթացներում ակտիվանալու մասին, բայց արդյոք դա կլինի ԲՀԿ-ով թե այլ դիրքավորմամբ դեռ պարզ չէ։ Բադալյանի կարծիքով Ծառուկյանը դիրքավորվում է ըստ քաղաքական գործընթացների եւ այդ ճանապարհին փորձելու է պաշտպանել իր ունեցվածքը։ Ուր հասավ հայհոյախառն ելույթներով հայտնի Դոգմա կանոնով նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանի պատմությունը։ Նա արդեն շուրջ 3 ամիս է, ինչ ամերիկյան բանտում է։ Միգրացիոն կարգը խախտելու գործին զուգահեռ Լաս Վեգասի դատարանը շարունակում է քննել Ղուկասյանին Հայաստանում ներկայացված շուրջ 2 տասնյակ դրվագներով մեղադրանքները, որոշելու համար արդյոք նա ենթակա է արտահանձնման։ Միգրացիոն կարգը խախտելու գործին զուգահեռ Լաս Վեգասի դատարանը շարունակում է քննել Դոգմա կանոնով Վարդան Ղուկասյանին Հայաստանում ներկայացված շուրջ 2 տասնյակ դրվագներով մեղադրանքները։ 15 եւ ավել են, միգուցե հաշվենք կարող 20-ն էլ անցնի, այսպես դժվար եմ ասեմ։ Բոլոր այդ հանգամանքները այս պահին ամերիկյան դատարանը քննում ուսումնասիրում է։ Այո, Հայաստանի պետական լիազոր մարմինը այդ քեզ այդ գործը, այսպես ասած, ուղարկել է։ Ուղիղ եթերներում Հայաստանի իշխանություններին, իրավապահ մարմինների ղեկավարներին, նաև ընդդիմադիրներին հայհոյախառն տարբեր մեղադրանքներ ներկայացրած Վարդան Ղուկասյանը մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի, բռնության հրապարակային կոչերի համար, մեղքը սակայն չի ընդունում։ Ոչ թե մանկապղծության հոդվածով, այլ երեխաների, այսպես ասած, պորնոգրաֆիկ նկարներ տարածելու մեղադրանքով, որ իրականության հետ բացարձակ աղերս չունի։ Հերքելով մանկապղծության մեղադրանքի մասին լուրերը, փաստաբանը նշում է, որ շուրջ 2 տասնյակ մեղադրանքների շարքում ևս մի դրվագ կա, որը վերաբերում է մանկահասակ երեխաների պորնոգրաֆիկ լուսանկարների տարածմանը։ Լևոն Բաղդասարյանը պնդում է, այս մեղադրանքը ևս անհիմն է, քանի որ Վարդան Ղուկասյանը բռնության ենթարկվող երեխաների լուսանկարները տարածել է նրանց օգնելու նպատակով։ Դեպքը, որին հղում է անում փաստաբանը, տեղի էր ունեցել 2023-ին Գավառում։ Համացանցում տարածված տեսանյութից հետո դուստրերին բռնության ենթարկած մայրը կալանավորվել էր սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու եւ պոռնկագրական նյութեր տարածելու մեղադրանքով։ Եվ ինչպես շատ այլ հարցերում, որ դիմում էին Վարդան Ղուկասյանի օգնությանը, դիմել էին Վարդան Ղուկասյանի օգնությանը եւ բացառապես Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո հանցագործության մասին հարուցվեց այդ քրեական նախաձեռնեց այդ քրեական վարույթը, ձերբակալեցին մորը, կալանավորեցին, հետո որից հետո երեխաները հոգեբան աշխատեն։ Հիմա եթե դա մեր պետական լիազոր մարմինը դիտում է, որ երեխաների նկարները տարածեց, երեխաների նկարները ոչ թե տարածել, այլ բարձրաձայնել մի հանցագործության ծանր զազրել է հանցագործության մասին, առանց որի բարձրաձայնելու երևի հերթական գործը կլներ, որ այսպես ասած ջրերից դուրս չէր գա։ Մեղադրանքների այս փաթեթը ներկայացնելով ամերիկյան կողմին Հայաստանի դատախազությունը պահանջում է ԱՄՆ-ից արտահանձնել Վարդան Ղուկասյանին։ Մոտ 3 ամիս է ամերիկյան դատարան ուսումնասիրում է դատախազության այս միջնորդությունը, սակայն առ այսօր վերջնական որոշում չի կայացրել։ Ընդ որում ամերիկյան դատարանը որոշում կայացնելու համար շուրջ 2 տասնյակ դրվագներով մեղադրանքներին զուգահեռ ուսումնասիրում է նաև հայաստանյան դատարանի կողմից ավելի քան 10 տարի առաջ կայացրած մի դատավճիռ, որի շրջանակներում Վարդան Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել $50 չափով շորթման համար եւ դատապարտվել է ազատազրկման։ Խնդիրն այն է, որ ամերիկյան օրենսդրության համաձայն անձը, ով նախկինում դատապարտվել է քրեական հանցագործության համար, զրկվում է ԱՄՆ-ում մնալու հնարավորությունից։ Սակայն Դոգ կուսակցության առաջնորդի փաստաբանը պնդում է, Վարդան Ղուկասյանը այդ հանցագործությունը 2014-ին չի կատարել եւ իրեն մեղավոր է ճանաչել սպառնալիքի ու ճնշումների ներքո։ Նրա մայրիկին ապօրինաբար զրկում են ազատությունից, տանում են Նուբարաշենի աղբավայրում նրան, այսպես ասած, թողնելով այնտեղ ազանգ են իջացնում, որ հաջորդ անգամ իրեն թաղելու են, եթե որդին մեղքը չընդունի։ Եվ որդին դրանից հետո մեղքը ընդունում է եւ դատապարտվում է ազատազրկման։ Պաշտպանական կողմի այս պնդումները հաշվի առնելով այժմ ամերիկյան դատարանն ըստ փաստաբանի պետք է նաև որոշի, արդյոք արտաքսման համար այս դատավճիռը հիմք հանդիսանում է թե ոչ։ Իդեպ Դոգմականվամբ Վարդան Ղուկասյանի գործը Լաս Վեգասի դատարանը քննում է դռնփակ նիստում, թե ինչու է նման որոշում կայացվել եւ ում պահանջով պարզ չէ։
Միացյալ Նահանգները առաջարկում է 60-օրյա հրադադար Գազայի հատվածում։ Այս մասին Reuters-ն է հաղորդում, նշելով, որ ծանոթացել է հրադադարի մասին Միացյալ Նահանգների ծրագրին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի, միջնորդների, Եգիպտոսի եւ Կատարի երաշխավորած ծրագրով իսրայելցի պատանդների եւ պաղեստինցիների բանտարկյալների փոխանակումից բացի նախատեսվում է նաեւ օգնություն ուղարկել Գազա, որտեղ այժմ ծայրահեղ ծանր հումանիտար կացություն է։ Ծայրահեղական Համասի եւ Իսրայելի միջև խորը տարաձայնությունները խափանել են մարտին տապալված հրադադարի վերականգնման նախորդ փորձերը։ Շարունակեք հետևել լուրերին, այցելելով azatutun.am կայքեջը եւ մեր սոցիալական հարթակներ։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, հաջողություն։